Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր միասին կպատրաստենք Դուբայի շոկոլադ։ Դրա համար մեզ անհրաժեշտ է շոկոլադ, անհրաժեշտ է գադեև կոչված այս խմորը, չգիտեմ մեր սփյուռքահայ հարևաններից մենք գադեև ենք լսել, բայց շատերը նաև գադայաֆ են ասում եւ շատ տարբեր ձևերով, բայց դրանից ոչինչ չի փոխվում։ Ունենք այստեղ պիստակի մածուկ, խնդրեմ, ունենք սպիտակ շոկոլադ, պիստակ, որ պիտի գեղևազատենք դեռևս, այստեղ այս սիլիկոնե, ինչ ասեմ, ձևաման ասեմ, լավ, ոնց որ չգիտեմ այդպիսի արտահայտություն կա թե չէ, բայց խորինվեց այս պահին, եթե չկա, եւ ուրեմն ալյոնկա կոչվող շոկոլադի հատիկներն եմ վերցրել, այստեղ բավական շատ են, ես քեզ արդեն տեղավորել եմ այստեղ հալվելու, պիտի դնենք հալվի, մի քիչ ձեթ եմ ավելացնելու հետը, որ հեշտ հալվի, այս մյուսներին փոխալվի, հալվելուց հետո, ուրեմն այստեղ այս ձևամանի մեջ մենք պետք է պատենք հալված շոկոլադը, այստեղ պատելու ենք հալված շոկոլադը, որից հետո այսպես կտրատելու եմ ոչ մեծ չափի, այսպես, մոտ 1.5 սանտիմետրի չափով, կամ 1, այսպես կտրատում ենք և պիտի բովենք, ցանկալի է, որ կարագը որակյալ լինի, որպեսզի տհաճ-համեր չլինեն, բովելու եմ թավայի մեջ, ինչպես որ բովում ենք, օրինակ, վերմիշելի փլավը, որ պատրաստում ենք, այսպես բովում ենք, այսպես, ես առաջարկում եմ, որ դուք բաժանորդագրվեք իմեջին, դուք Լաուրա Մանյանի յութուբյան ալիքում եք հիմա, և լավ կլինի, որ բաժանորդագրվեք, ձեր կարծիքները հայտնեք և նաև ասեք, թե դուք ինչպես եք պատրաստում, որովհետև այստեղ նաև փորձի փոխանակման վայր է, շատերը իրենց պատրաստած ձևը դնում են և իրարից սովորում են։ Ես հիմա շոկոլադը կտասավորեմ, կտեղավորեմ այսպես կպապեմ շոկոլադով, քանի որ փոսիկներ կան, մի քիչ ավելի շատ կլցնենք։ Մի հատ ուղղակի այսպես կփորձեմ ցույց տալ։ Պատում ենք բոլոր կողմերով, քանի որ փոսիկներ կան, մի քիչ կարող է ինքը ավելի շատ տանի, այսպես։ Անկեղծ ասած, ես չեմ սիրում, որ շոկոլադի մասը շատ է լինում, ուղղակի պատելու համար եմ անում, կարող եք հարթ մակերևույթով որևէ բան վերցնել և այսպես հատակը պատել կողքերով, սա դնելու եմ սառնարան և մինչև սա կսառչի, նաև կպատրաստվի գադաեֆը, կբովենք և շարունակությունը կասեմ, թե ինչ ենք անելու ստացվածի հետ, նրա այդ պիստակն ենք խառնելու, մածուկը և տեղավորենք այս տարաների մեջ։ Հարգելի հետևորդներ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ նուրբ բանի վրա, հանգամանքի վրա, մենք միշտ ձգտում ենք, որ ամեն բան թարմ լինի, ես վերցրել եմ վերջին պատրաստված գադեև խմորը, ուզում եմ ձեզ ուղղակի մի բան ցույց տալ, այստեղ եթե նկատում եք, մենք այսպիսի բաներ ունենք, որ իրենք լավ մանրացված չեն, սա թարմությունից է և այդ կտրելու պրոցեսը, երբ որ դանակով մենք կտրում ենք, անմիջապես այդ կտրած մասը խմորը ոնց որ կպնում է և այսպիսի անցանկալի բան է դառնում, դրա համար ես հաջորդ մասը, որ պիտի բովեմ, ես արդեն իրենց առանձնացրեցի, ես հավիդոշի նման բզկտեցի և նույն պրոցեսը պիտի կատարենք այստեղ, նայեք, այդ պետք չի, որ այսպես խմորը կպած լինի։ Հիմա մյուս մասն էլ կբովեմ, նոր պիտի շարունակենք, կխառնենք պիստակի մածուկը։
Հիմա մեզ մոտ արդեն բոված է գադայեֆի խմորը, բայց նայեք, հիմա այստեղ մենք ունենք որոշակի կարծեր չմանրացված բաներ։ Իրականում ինքը խրթխրթան է դարձնելու, բայց դեռ մենք չգիտենք, թե ում ատամին դա հարմար կլինի։ Պիտի ավելացնենք հիմա պիստակի մածուկը։ Մածուկը ավելացնելու ենք ոչ շատ, որ ճպճպան չլինի, բայց որ խառնվի եւ ամբողջական դառնա, այսինքն կպնեն իրար, այսինքն բոլոր մասերով, հա, արդեն մածուկապատ լինի։ Խառնեմ։ Հիմա այստեղ մի քանի կտորիկ սպիտակ շոկոլադ եմ հալեցնելու։ Այսպես հաճարվում են սպիտակ շոկոլադի կտորիկները։ Շատ քիչ խառնելու եմ ստացվածին, որպեսզի շոկոլադի այդ արոմատը փոխանցվի։ Հիմա մեզ մոտ արդեն շոկոլադները սառած են եւ այստեղ էլ միջուկն է եւ միջուկը փաստորեն շատ տաք պետքա չանենք։ Փորձելու ենք տեղավորել։ Հիմա արդեն հասել ենք վերջին շտրիխին։ Այսպես շոկոլադով պատում ենք։ Սառնանից հանել եմ, արդեն սառնա եւ անմիջապես ֆիքսվում է շոկոլադը վրան։ Այսպես սվաղելու ենք։ Միջուկը լցնելիս շատ կոպիտ չենք սեղմում, թեև պետք է այնպես անել, որ փուչ չմնա մեջը։ Եվ այսպես ես կարծում եմ, որ պետք չի շատ շոկոլադի համը լինի, որպեսզի, ինչպես ասացի, գլխավոր բաղադրիչ մասը միջուկն է, որ միջուկի համը լինի։ Եվ այսպես տարածում ենք բոլորը։ Հիմա ինձ թվում է ամենահետաքրքիր ու ամենահաճելի պահն է։ Պիտի փորձենք անջատել սիլիկոնից։ Հոպլա։ Կարող ենք այսպես լավ ձեռքով դնել։ Այսպես։ Եվ դնել համապատասխան տարայի մեջ։ Շատ գեղեցիկ է, ինձ դուր եկավ։ Ես մի այսպիսի տարբերակ եմ պատրաստել, տակարեցի սպիտակ շոկոլադ։ Սա էլ այսպիսի մի բան։ Միջայլոց կարող եք նաև ծիծաղելի է։ Հավելացա ուղղակի այս տարի մեջ դրեցի, բայց մեկ էստեղ հիմա տեսեք, դա ինչերն են գրած։ Դե տարբերակ էր։ Զատո սիրուն է։ Կարելի է այսպես էս, ինչ ասեմ, մանրուկը այս, վայ ինչ հետաքրքիր բառ ստացվեց մանրուկ, այսօր առանձնապես շատ հետաքրքիր հայկական բառերի օրեր չգիտեմ այդպիսի բառ կա թե չէ մանրուկ, բայց այսքան մանրացված մի բան։ Հենց այս, հա, մանրուկներն են։ Իսկ այստեղ մենք կարող ենք նաև որպես ձևավորում կարելի է նաև այսպես տեղավորել, սա արդեն շոկոլադի որևէ բանով կամ սպիտակ շոկոլադի այս փոքրիկ տերևիկների մեջ կարելի է սպիտակ շոկոլադով գծիկներ անել, այսինքն ֆանտազիան էլի մարդկային, թե ինչքան է հնարավոր, ինչպես է հնարավոր պատրաստել, կարելի է անել։ Իսկ սա կարելի է ուղղակի կտրատել, բայց կարծում եմ դա հենց տեղում, երբ որ ուզենանք ինչ-որ հյուրասիրել, երևի այդ ժամանակ կարելի է կտրատել, էլի։ Արդեն խոստումնալից խրթխրթոցով, այսպես փորձես տաթև։ Հիմա էկրանից այնքան շատերն ասում են փորձի, ինչի՞ չես փորձում։ Ես էլ չեմ փորձելու, կներեք ժամ ուշա, բայց ասեմ, որ շատ համեղ է ստացվում։ Առաջին անգամ չի որ անում եմ։ Պատրաստեք սիրելիներս,
Բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք հաջորդ մեր պատրաստուկները, ինչ ասեմ, բարի ախորժակ, շնորհակալ եմ, որ դիտեցիք, խնդրում եմ ձեր կարծիքները գրեք եւ կիսվեք նաեւ, թե դուք եթե պատրաստում եք, ինչպես եք պատրաստում, գուցե ձեզանից մի հետաքրքիր բան կսովորենք։ Այսքանը շնորհակալ եմ, մինչ հաջորդ եթեր։